Ես կուզենայի, որ եթե դա հնարավոր լինի, հատկապես Արուշ Արուշանյանին, դուք հրավիրեք ձեր տաղավարը, այդ հարցը իրան տայիք, որտեղ ես այդ մարդուն մի անհավանական հարգանքով և հավատքով եմ վերաբերվել, մեծարել եմ, հասկանալով և համարելով, որ ազգային արժեքներ դավանող իրական հայ է։ Բայց հետո տեսա, ոնց է ինքը վարչապետ դիմավորում, դա թիսական պարտականություններ, սենց ինչ-որ բաներ, թեթև նենց բացատրություններով, այո, եկել աստեղ էս մի ուրեմն թրկամոլի ծնունդին է մասնակցել, եւ այլն, թող ինքը պատասխան տա, ինչ եղավ իր հետ։ Եվ իրոք ինքը էդ է եղել, թե ուղղակի այդ դիրքը պահելով շանտաժ է արել սրանց, որ դրա դիմաց ինչ-որ բան ստանա։ Տարան փագին, նստացրին, չէ՞ սրան։ Հիշում եք, չէ՞ որ փագին, հետո ազատ արձակին, կալանավորին, բան ինչ-որ գործեր են վրեն հարուցել, պաշտոնից զրքին, չէ՞ ինչ-որ բանից հանին իր այդ բաներից, սրանք հանին։ Եթե ինքը դրանց եկել է սրանց ծնունդին, ուրեմն անինքնասեր, ոչ մի արժանապատվություն չունեցող, մեծ հայվանի մեկն է։ Պրոստը հայվանի մեկն է, ուրիշ բան չեմ կարող ես մարդուն ասեմ։ Ես որևէ արդարացում իր այս արած արարքին ինքը չի կարա ունենա, չի կարա ասի, չկա տենց բան, պրոստը ֆիզիկապես հնարավոր չի, որ ինքը հետի արդարացնի։ Եվ այսօր շատերն են ցավում իր հանդեպ այդ իմ ասած լավ վերաբերմունք ունենալու համար։ Շատ ազգային տղեկ, որոնցից մեկի հարսանիքի ժամանակ այդ մի սեղանի մեջ նստել եմ իր հոր հետ միասին, հոր եւ իր հետ մի սեղանի շուրջ նստել ենք, եւ ես հպարտություն եմ ունեցել, որ մարդու դեմ նստած եմ, այս մարդու հետ խոսում եմ, չնայած հաստատ իրանից ավելի շատ բան եմ արել այս երկրի համար։ 100%, թող ոչ մեկ չկասկածի, բայց այնուամենայնիվ այսօր հիասթափված եմ եւ իրան համարում եմ ոչ պակաս թշնամի, քան Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան եւ այդ մնացած թայֆեն։ Պիղծ, անհավատ, աղանդավոր, գոմիկ այդ նույն թշնամու զանգվածի նման իրան թշնամի եմ համարում եւ վերջ, ուրիշ ինչ կարամ ասեմ այս սրա հարած հետ կապված։ Եվ այս ճոխությունը այս աղքատության, ծայրահեղության վիճակում գտնվող թոշակառուների եւ ոչ միայն մեր ռազմագերիների իրողության հանգամանքներում։ Դե այս մարդը ամեն ինչին ուրացավ։ Եթե դրա մասին եք խոսում։ Դե բայ որ թրվռալով սենց ինչ-որ աղանդավոր իմջալոց, այդ լրիվ աղանդավոր ձև է պարելու, երբ որ մի ամբողջ զանգված, ոչ թե ինչ-որ պարային էլեմենտներ է ցուցադրում, ինչ-որ փորձում է գեղեցիկ պարային ինչ-որ մի հատ բան ստանալ, հա, երբ որ անասունի նման ուշագնաց, սաղով երաժշտության մի հատ ապուշ անասուն երաժշտության տակ, այսպես թրվռում են, էդի աղանդավորների ու նարկոմանիայի տեսակա մարդուն ուրեմն բովանդակա զրկելու եւ հոգեբանական ուրեմն մտքի հնարավորությունների այդ բան անջատելու համար դա հիպնոզային ներազդման ձև է երբ որ օգտագործում են այդ աղանդավորների հավաքույթների ժամանակ մենք էլ տեսանք չէ ընդ որում հենց նոր տարուց առաջ անմիջապես նոր տարու ժամանակ Եվ էլի նույն ձևի վերաբալուրի ամբողջ ուրեմն գիշերը տեղ գնացած ծնողների ազանգումներն էր ամբողջ երկինքը սենց պայծառավորված էր սալյուտներով ամբողջ երկինքը անընդհատ սալյուտներով մարդիկ իրանց երեխաների շիրիմների վրա պարկած ձմեռը ցրտին շիրիմները գրկած արդյունքի մեջ տեսնում են ոնց ազգը
սալյուտա խփում, նոր տարիա դիմավորում, այս աղանդավորներն էլ այսենց ճոխ ծնունդներ են անում։ Ամեն մի ծնունդը մոտավորապես 300-ից մինչև $600,000 արժողությամբ։ Դե մարդը ճիշտ ասել է, չէ՞, բա թոշակառուն փող տա, թոշակառուն այդ փողն չի վրա ծախսի։ Հենա մենք ծախսելու տեղը գիտենք, ձևը գիտենք, որակը գիտենք։ Այս մարդը կներեք եթերում այս բառը ասելու համար։ Ուրեմն միզելու համար, ժողովրդի վրա միզելու համար, այլևս ոչ մի չափանիշ, ամոթ, խոչընդոտ չի զգում։ Առաջ ինքը չէր անի տենց բան, կվախենար, մի քիչ վախը չունի։ Ինքը ոնց ուզում է ձեռը առնում, ոնց ուզում է ծիծաղում է, ոնց ուզում է վարքաբեկում է, ինչքան իր կոշիկները ուզում է ժողովրդի վրա սրբում է ու հրճվում է ու ասում է այս սա է ձեր ապագան։ Տեսնում եք, արժանացել եք իմ կոշիկի կեղտին, այս սրա ասած է դա։ Եթե հարցեր կան, ես եմ շնորհակալ։